Արագածոտնի մարզի Արտաշավան բնակավայրի Կակաչ մանկապարտեզ ավարտված է։ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Շենավան գյուղի մանկապարտեզ ավարտական փուլումը։ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Արագածի Լիա Տեր Ղևոնդյանի անվան մանկապարտեզ ավարտական փուլում է։ Արագածոտնի մարզի Ալագյաս համայնքի մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր մանկապարտեզ ավարտական փուլում է։ Արագածոտնի մարզի Աշտարակի թիվ 4 հասմիկ մանկապարտեզ ավարտական փուլում է։ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի մանկապարտեզ ավարտված է։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովասար գյուղի մանկապարտեզ ավարտված է։ Շինարարությունը ավարտված է։ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքի Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի թիվ 1 մանկապարտեզ շինարարությունը ավարտված է։ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ճոճկան գյուղի մանկապարտեզ շինարարությունը ավարտված է։ Լոռու մարզի Ալավերդի համայնքի թիվ 6 մանկապարտեզ ավարտական փուլում է հիմնանորոգումը։ Լոռու մարզի այստեղ չնշեցի որն է 0-ից կառուցվում, որը հիմնանորոգվում կամ կառուցվող կամ հիմնանորոգվող։ Լոռու մարզի Տաշիր համայնքի Ամալիա Կարապետյանի անվան համար 4 մանկապարտեզ պրիվոլնա է, վերակառուցվել է սուբվենցիայով։ Լոռու մարզի Փամբակ համայնքի Լեռնապատ գյուղի մանկապարտեզ վերակառուցվել է սուբվենցիայով։ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Արմանիս գյուղի մանկապարտեզ հիմնանորոգվել է սուբվենցիայով։ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կատնախբույր գյուղի մանկապարտեզ հիմնանորոգվել է սուբվենցիայով։ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղի մանկապարտեզ հիմնանորոգվել է սուբվենցիայով։ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղի մանկապարտեզ կառուցվել է սուբվենցիայով։ Սրանք այս վերջին հատվածը բոլորը գույքով ապահովելու մասին էր։ Հարգելի գործընկերներ, իհարկե, սա նաև մեր մարզային այցերի ընթացքում տեղի ունեցած դիտարկումների արդյունքում ենք որոշում կայացրել, որ մենք բոլոր մանկապարտեզները պետք է ապահովենք եւ դպրոցները պետք է ապահովենք նոր գույքով։ Բայց ես նաև ուզում եմ իմ դիտարկումները կիսել վերադառնալով դպրոցների թեմային կապված գույքի որակի, գույքի օգտագործման որակի հետ, եւ գիտեք, ես շատ կարեւոր եմ համարում, որ ինչ որ ասում եմ ինքը ճիշտ ընկալվի եւ չընկալվի որպես մեղադրանք, չընկալվի որպես տես նեգատիվ ինչ որ բան, այլ որպես մեր օրակարգի հարց, որը մենք պարտավոր ենք խոսել, հասցեագրել, լուծել։ Ես գիտեք, որ մենք բոլոր նորակառույց դպրոցներում եւ հիմնանորոգվող, չնայած լաբորատորիաների հատվածում ոչ միայն հիմնանորոգվող, բայց ես կենտրոնանում նորակառույց եւ հիմնանորոգված դպրոցներին ապահովում են նոր գույքով։ Ես մասնավորապես ուզում եմ կենտրոնանամ մարզական գույք, լաբորատոր գույք, լաբորատորիաների քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն։ Եվ ես մտահոգություն ունեմ հետեւյալ հետ կապված, թե ինչքանով է այդ գույքը որակով օգտագործում, ինչքանով է դա նպաստում կրթական process-ի զարգացմանը։ Ես ասենք այնպիսի դեպքեր եմ ականատես լինում, ես էլ եմ ասում, խնդրում եմ, այդ որտեղ է տեսել եմ, խնդրում եմ նաև մեր հարգելի տնօրենները եւ ուսուցիչները դա չընկալեն, որովհետեւ ես հիմա որ ասեմ, բարձա չեմ ասելու ինչը որտեղ ա եղել, բայց իրանք իմանալու են ինչը որտեղ եմ տեսել, ես խնդրում եմ, որ իրանք սա չընկալեն որպես մեղադրանք կամ չնեղվեն։ Ես ուղղակի ուզում եմ կիսվեմ եւ հրապարակային, որ ես հաջորդ տեղերը ես նույն բանը ինչ եմ հրապարակային անում, որովհետեւ գիտեմ, որ գնալու եմ նույն բանը շարունակաբար ամենտեղ տեսնելու եմ։ Ես ձեզ օրինակ բերեմ, ես մտնում եմ դպրոց, նորակառույց դպրոց, գույքը բոլոր հնարավոր գույքերը դրած է։ Մտնում եմ մարզական դահլիճ, տեսնում եմ թենիս սեղանը դրած է բասկետբոլի վահանակի տակ։ Ասում եմ հարգելին ես խեք ստեղ դրել։ Բա ոնց է, ասենք լավ, հələ հասկացա թենիս կխաղան երեխեք, բա բասկետբոլ ոնց են խաղալու։ Կամ մտնում ենք սպորտային դահլիճ, տեսնում ենք, որ ենթադրենք բաներ կան, տարբեր նաև այդ թվում մեծ գույքեր կան։ Դրածա կենտրոնում, ասենք լավ, մի անգամ գնում ես, տեսնում ես դրածա, ասում ես երևի այդ դասնա, երկրորդ անգամ գնում ես, տենում այդ նույն տեղը դրածա, երրորդ անգամ ես գնում, տենում ես այդ նույն տեղը դրածա։
Լաբորատորիաների հետ կապված։ Ասենք ես մտնում եմ, մենք հիմա քիմիայի լաբորատորիաներում նաև բաներ ենք, խալաթներ են սպիտակ։ Սկզբից հա տեսնում եմ փաթեթների մեջ դրած, ասում եմ, բա ինչի է փաթեթի մեջ դրած, հետո հաջորդ տեղ դրում եմ, տեսնում եմ հանածա, բայց մեկ այլի փաթեթի մեջ այլի օգտագործված չի։ Այստեղ ես խնդիր եմ տեսնում եւ ես իրոք տպավորում, էլի սկզբում 1, 2, 3, 4, ես ասում եմ շատ լավ նոր է, բայց եթե մենք այստեղ մեխանիզմներ չունենանք վերահսկելու, մասնավորապես ես այսօր նախարարի հետ առավոտյան խոսեցի, մեզ մոտ գոյություն ունեն այդ թվում դասալսումների ինստիտուտներ, եւ մենք մասնավորապես հիմա այնտեղ, որտեղ հարցը սուր դրված է հատկապես այդ կրթական գույքի մասով, մենք այսօրվանից սկսած շարունակաբար պատահականության սկզբունքով, չեմ ասում բոլոր տեղերը, բայց պատահականության սկզբունքով հատկապես նորակառույց դպրոցներում պետք է դասալսումներ։ Մենք պետք է գնանք չնախատեսված մտնենք քիմիայի դասին։ Տեսնենք լաբորատոր գույքը օգտագործվում է թե չէ։ Իհարկե ծրագրով մենք կտեսնենք նաև ինչ է այդ օրը, ինչ դաս է նախատեսված։ Ֆիզկուլտուրայի գույքը պատշաճ օգտագործվում է թե չի օգտագործվում։ Ֆիզիկայի լաբորատորիան, կենսաբանություն, աշխարհագրություն եւ այլն եւ այդպես շարունակ։ Որտեղ եւ պետքա տեսնենք, այնտեղ էլեկտրական սալիկներ կան, տարբեր, այսինքն գույք կա, որը շատ կարեւոր է եւ շատ այդ սալիկների վրա կարելի է սուրճ եփել, կարելի է դաս անել։ Ես չեմ բացառում, որ սուրճ էլ թող եփեմ, բայց դասը պարտադիր է։ Ես տպավորություն չունեմ։ Ու ընդ որում ես այս վերջերս միտեղ, որ ուրիշները չնեղվեն, ես մեր օրինակը բերեցի, ասի օրինակ մեր տանը եղել է բան տենց համոզված եմ առնվազն էլի մարդիկ կան հարաբերությունը, որոնց տանն էլ է տենց եղել։ Մեր տանը իմիջիալից միջև մի կա, Իջևանի տանը բան կա, սերվիս կա, որ ես ծնված օրից հիշում եմ, բայց մենք ոչ մի անգամ չենք օգտագործել, այդ պահարանում դրած է միշտ։ Ես չգիտեմ սա երևույթը որտեղից, ոնց է, ես ուրիշ տեղել եմ տեսել, տենց աչքի տակով որ նայում եմ, տենում եմ ընդ որում ելնում է, որ նույնից է ելնում եւ նույն տեղը դրած է ելնում տարբեր տներում։ Այս ընկալումը խնդիր է, սա մի հոգու մասին չի, սա մեր մասին է։ Հա այդ գույքը գիտենք որ այդ թվում ֆիզկուլտուրայի բան գերան են ասում, թե ինչ են ասում, կամ վերջը տարբեր մարզագույք կա, որը ասենք ենթադրենք լավ, կարա 50-60 կիլոգրամ քաշ ունենա։ Հա պետք է ամեն դասի համար բերել դնել, դասից հետո տանել դնել պահեստ։ Պահեստն էլ, ասենք պահեստը որն է, դահլիճներին կից խորշեր են, որ նախատեսված այդ գույքը դնելու համար։ Ես գիտեմ, որ լավ դե դրել ենք, մի բան որ միտեղ տնում ենք, մի 6 տարի էլ տեղից չենք շարժում, որովհետև հա դե հազիվ դրել ենք։ Չէ՞ պետք է դա էլ է կրթական process։ Դասը պետք է նախապատրաստվի։ Հա պետք է այդքան գույքը, ընդ որում այդքան շատ գույքը դրել ենք, ես հիմա այդ աչքով նայում եմ, մարդիկ կասեն, այսքան է պետք է հանենք դնենք։ Հա, պետք է հանենք դնենք։ Որովհետև կրթությունը է դա։ Ոնց որ ասենք դե դասագրքերը տվել ենք, հա, դրա համար էլ բան, տենց մեր ժամանակվանից այդ ավանդույթը կար, դասագրքերը ստանում ենք, սի դպրոց չենք էլ տանում հետներս։ Ոնց որ ասենք դասագրքերը դե պայուսակից խի հանենք էլի, մեկա հետ ենք, չէ՞ դնելու։ Ինչի հանենք։ Սա համատարած, սա արդեն ոչ թե դեպք է, սա խնդրեմ է եւ այստեղ ես ակնկալում եմ եւ տեսչական մարմինը, եւ նախարարությունը, եւ մարզպետարանները, եւ մարզպետարանների հանրակրթության բաժինները պետքա մենք համոզվենք, որ այդ գույքը տեղում է, ընդ որում տեղում դրանից էլ պետք չի վախենալ, պարզը ապակի կոլբա է, պարզա կկոտրվի էլ, թող կոտրվի, բայց ոչ թե հատուկ ջարդենք, այլ process-ի ընթացքում թող կոտրվի, դրան էլ ձև կա փաստաթղթավորելու եւ այլն, բայց սա չի լինի, ես արդեն ասենք 1-2 անգամ ասում եմ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ անգամ չեմ ասում, բայց դա ինձ համար ակնհայտ է։ Եվ ես հիմա հրապարակային եմ ասում, ընդգծելու համար, որ դա ակնհայտ խնդրեմ է եւ այդ խնդրեմը պետք է լուծվի։ Դա տեսչական մարմնի աշխատանքն է, եւ նախարարության աշխատանքն է, եւ մարզպետարանների աշխատանքն է, ել չեմ ասում
մեր հարգելի տնօրենների եւ ուսուցիչների աշխատանքն է եւ այս խնդիրը պետք է լուծենք։